Բարի երեկո, օրլրատվական ծրագրի հիմնական թողարկման գլխավոր թեմաներն են։ Իրավիճակն Արցախի պետական սահմանին, առաջապահ զորամասերը չեն պատասխանել հակառակորդի սադրիչ գործողություններին։ Հայտնի են Սարգսյան, Պուտին, Ալիև եռակողմ հանդիպման վայրն ու օրը, մասամբ նաև օրակարգը։ Հոռետեսորեն եմ տրամադրված մոնիթորինգի մեխանիզմների ներդրման հնարավորությանը, քանի որ Ադրբեջանը դա թույլ չի տա, կընդդիմանա։ Ապրիլից հետո ռազմական գործողությունների հավանականությունն ավելի է մեծացել։ Սպասվող հանդիպմանը նախորդում են քաղաքագետների կանխատեսումները հայ-ադրբեջանական, Ղարաբաղ-ադրբեջանական սահմանին հնարավոր լարումների, պատերազմի մասին։ Անձրև չկա, կոմբայներն էլ աշխատում են գրեթե առանց դադարի։ Գարուբեր քաղաքը Մարտունու շրջանում շարունակվում է։ Գարո ցանքատարածությունների մոտ 400 հեկտար արդեն բերքահավաք է իրականացել, եւ միջին բերքատվությունը 25.9։ Վերջին օրերին դատավարական ինչ գործողություններ են իրականացվել ազգային ժողովի падգամավոր Հայկ Խանոմյանին առևանգելու դեպքի առթիվ։ Մայրբու շարունակում է քայլել տարածաշրջանում հայտնի համալսարանների հետ, այս անգամ հաջողությունը ապագա տնտեսագետներինն էր։ Առողջապահության նախարարության ու Հայաստան-Արցախ հիմնադրամի համագործակցության հերթական դրսևորումը։ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի գնդապետ Ջալալ Հարությունյանն նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի համար 42009 զորամասի հրամանատար։ Ինչպես հայտնել են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, այսօր երկրի ղեկավարն այցելել է զորամաս եւ ստորաբաժանման հրամկազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին։ Բակո Սահակյանը նշել է, որ գնդապետ Հարությունյանն անցել է զինվորական մեծ ուղի, ունի տարբեր ստորաբաժանումների ղեկավարման փորձ, համապատասխան գիտելիքներ եւ մարդկային որակներ, հույս հայտնելով, որ այս ամենը կնպաստի նրա առջեւ դրված խնդիրների արդյունավետ կատարմանը։ Նախագահային ուղեկցում էին պաշտպանության նախարար Լևոն Մացականյանը, պաշտոնատար այլ անձինք։ Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն։ Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային զինատեսակներից։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ցուցաբերելով զսպվածություն չեն պատասխանել հակառակորդի սադրիչ գործողություններին եւ շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը։ Ադրբեջան-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկվելու է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալիև Պուտին հանդիպման ժամանակ։ Այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Երկուշաբթի հունիսի 20-ին նախատեսված է հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները։ Նախատեսված է, որ Պուտինը նախ առաջինը կհանդիպի Սարգսյանի եւ Ալիևի հետ, իսկ հետո երեք նախագահները միասին բանակցություններ կանցկացնեն։ Ուշակովի խոսքն է մեջբերում 10 գործակալությունը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնականն ընդգծել է, որ ռուսական կողմը ակտիվ ջանքեր կգործադրի, որպեսզի աջակցի կողմերին հակամարտության կարգավորման հարցում։ Ուշակովը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն որոշիչ դեր է խաղացել ապրիլի սկզբին հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ։ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցային սեղանի շուրջ նստելու փաստն արդեն լավ է։ Անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպմանը, այս մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Որևէ լուրջ ակնկալիք հանդիպումից քաղաքագետը չունի։ Մոսկվայում Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկվում են որպես սիամական երկվորյակներ։ Ռուսաստանն իր շահերն ունի եւ քաղաքագետի խոսքով շարունակելու է համագործակցել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։ Հայաստանն էլ հարաբերություններ ունի Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ, թեպետ այդ երկու երկրների հարաբերությունները լարված են։ Ոչ թե կարգավորում, այլ Մինսկի գործընթացի վերակենդանացում։ Սարգսյան-Ալիև հունիսյան հանդիպումը այսպես է որակել Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նրա խոսքով Մինսկի գործընթացը քաղաքական անվտանգության երաշխավորն է, հետևաբար դրա պահպանումը զարգացումները մարտի դաշտից կտեղափոխի բանակցային սեղան։
будут попытки назначить следующую встречу, просто Փորձեն պայմանավորվել հաջորդ հանդիպման համար, որպեսզի կոնտակտը պահպանվի նիստի խմբի ձևաչափը։ Հոռետեսորեն եմ տրամադրված մոնիթորինգի մեխանիզմներին ներդրման հնարավորությանը, քանի որ Ադրբեջանը դա թույլ չի տա, կնդիմանա։ Ապրիլից հետո ռազմական գործողությունների հավանականությունն ավելի է մեծացել։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ Ալ-Հուսեյնը Ժնևում կազմակերպության մարդու իրավունքների խորհրդում իր ելույթում հայտարարել է, որ աշխարհի ավելի քան 50 երկրներում տիրող իրավիճակն ու գոյություն ունեցող միտումները անհանգստություն են հարուցում։ Պաշտոնյան իր խոսքում անդրադարձել է նաև Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին սրացումներին։ Մենք տեղեկություն ենք ստացել միջազգային իրավունքի խախտումների մասին Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկայնքով տեղի ունեցած ռազմական գործողությունների համատեքստում։ Խոսքը հատկապես ապրիլ ամսվա մասին է։ Նշանակալի ջանքեր են անհրաժեշտ տեղահանված անձանց խնդիրները լուծելու համար, հայտարարել է Զեյդ Ռաադ Ալ-Հուսեյնը։ Պաշտոնյան նշել է, որ իր գրասենյակը պատրաստ է օգնելու հավաքել օբյեկտիվ տեղեկություն տուժած շրջաններում մարդու իրավունքների հետ կապված կարիքների վերաբերյալ։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության ուսումնասիրության հայտեր է ընդունում, հայտնում է Ասպարեզը։ Հակամարտության վերջին սրացումների 3 տասնամյակում հակամարտության նոր փուլ են նշանավորում եւ ընդգծում տարածաշրջանում ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունը։ Այս հարցում եւ տարածաշրջանում կրթաթոշակային բացը լրացնելու համար Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը հայտարարել է ուսումնասիրությունների փուլ Ղարաբաղի վերաբերյալ կրտսեր եւ ավագ գիտնականների կողմից նոր եւ շարունակվող ուսումնասիրություն անցկացնելու համար։ Ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանն ասել է, որ Ղարաբաղը նրա պատմությունը հակամարտությունը շատ կարևոր եւ հրատապ թեմաներ են, որոնք արժանի են լուրջ ուսումնասիրության։ ԼՂ ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանոմյանին առևանգելու դեպքի արդիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից հունիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ։ Մասնավորապես Միքայել Միքայելի Սահակյանին եւ Սերգեյ Գեորգիի Ավանեսյանին մեղադրանքի առաջադրվել ԼՂ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար։ Հայտնաբերվել եւ արգրավվել է հանցագործության կատարման ժամանակ օգտագործված տրանսպորտային միջոցը, ինչպես նաեւ հանցանքի կատարման պահին մեղադրյալների հագին եղած հագուստը, համազգեստը, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվել են վկաների, ինչպես նաեւ դժողի լրացուցիչ հարցաքննություններ։ 2016 թվականի հունիսի 12-ի ԼՂ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել է մեղադրյալներ Ավանեսյանի եւ Սահակյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Նախաքննությունը շարունակվում է, հայտնել են ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Երկարատև անձրևներից հետո վերջապես 2-3 օր է տեղումներ չկան։ Արձակուրդը վայելող դպրոցականներից շատ հացահատիկ մշակողներն են ուրախացել։ Հատկապես գարու մշակությամբ զբաղվողներն աշխատում են կորցրած ժամանակը ետ բերել։ Շտապում են օր առաջ բերքը հավաքել։ Բերքահավաքի հետաձգումը շատ դեպքերում արդեն բերքի մի մասի կորուստ է նշանակում։ Այսօր գյուղնախարարն է Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի հետ հետևել շրջանում բերքահավաքի ընթացքին։ Բերքահավաքը սկսալ ենք միտը 15 օր առաջ ես անձրևն են խնգարալ այս ապի 10 օրա կանգնած։ Մայիսի վերջերից սկսել ենք ուրեմն գարու բերքահավաքը, անձրևային եղանակի պատճառով ընդհատվեց, 10-15 օր չկարողացանք նորմալ ուրեմն բերքահավաք կատարել, բայց ի ուրախություն մեզ արդեն 2 օր է եղանակը կայունացել է։ Մարտունու այս տարածքում արդեն երկրորդ օրն է անձրև չկա, կոմբայներն աշխատում են գրեթե առանց դադարի, նախորդ տարվա համեմատ աշխատանքն ավելի շատ է, ցանքսերն ավելացել են։ Այս տարի աշնանացան կուլտուրաների ցանկատարածությունները ընդհանուր շրջանում կազմում է 13400 հեկտար, որից 4400 գարու ցանկատարածություններ եւ 8800 աշտանացան ծորերի ցանկատարածություններ։ Նախորդ տարվա համեմատ մոտ 4000 հեկտարի աճ ունենք ցանկատարածությունների։ Աճի այդ միտումն ընդհանուր է, ողջ հանրապետության համար գյուղատնտեսության նախարարը ամբողջացնում է ցուցանիշները։ Այս տարի ունեինք 57000 հեկտար հացահատիկի ցանքեր, որից 21000-ը գարու ցանքեր էին եւ 36 հեկտար ծորենի ցանքեր։ Նախորդ տարվա համեմատությամբ 12000 հեկտար ավել հացահատիկի ցանքեր ունեինք այս տարի։
Բերքատվության մակարդակից էլ դժգոհ չեն, առայժմ Գարու բերքահավաքի օպերատիվ ցուցանիշներն են իմի բերում, վստահ, որ Ցորենի բերքահավաքի արդյունքում այդ թվերը բարելավվելու են։ Նախնական Գարու ցանքատարածությունների մոտ 400 հեկտար արդեն բերքահավաք է իրականացել, միջին բերքատվությունը 25.9 ցենտներ հեկտարից։ Նախորդ տարին 23.5։ 21000 հեկտարից արդեն կատարվել է 6000 հեկտար, այս պայդրությամբ 6000 հեկտար Գարու բերքահավաք, միջինը 25 ցենտր բերքատվությամբ։ Բերքի շատն ու քիչը առաջիններից մեկը կոմբայնավարներն են արձանագրում։ Նախորդ օրերին շատ անգամ հանկարծահաս անձրևը ստիպում էր դադարեցնել աշխատանքը։ Արևոտ օրերին աշխատում են արդյունավետ օգտագործել, դաշտերում նոր տեխնիկան է, նախկիններից անհամեմատ մեծ հնարավորություններով։ Հին կոմբայնը շատ է փչանում, շատ է չարչարում։ Այս թազեկն էլ շատ լավ է։ Նորմալ քշում է, ակուրատնի, շատ լավ։ Հնով քանի հեկտար եք հնձում օրը, նորով ինչքան։ Հնով մի 10, թազավը 20-25։ Պետք է ասեմ, որ վերջին տարիներին ուրեմն ձեռք բերված գերմանական արտադրության կոմբայնները իրենց շատ լավ արդարացնում են եւ կարողանում են շատ արագ եւ որակով մաքուր բերքահավաք կատարել։ Տեխնիկայի հետ կապված խնդիրներ առայժմ չկան, Քաշաթաղի շրջանի հարավում էլ արդեն Հայաստանի Հանրապետությունից ժամանած կոմբայներն են աշխատում։ Հայաստանի Հանրապետությունից մոտ 50 կոմբայներ ռուսական արտադրության, քուրդային արտադրության կոմբայներ են նաև միացել մեզ Քաշաթաղի շրջանում, շուտով նաև իրանք մեզ կօգնեն Մարտունու, Մարտակերտի եւ Ասկերանի շրջանում բերքահավաքի աշխատանքներին։ Այսօրվա դրությամբ ոչ մի խնդիր չկա կոմբայնի, ոչ մի պրոբլեմ չունենք, աշխատանքները ընթանում է ըստ պլանի։ Մթերման գները կարգավորելու է շուկան, կառավարությունը պարզապես անուղղակի է միջամտելու գնագոյացման գործընթացին։ Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը ինքն էլ հատիկ կմթերի, առայժմ Գարու գինն է որոշված։ Պետությունը գյուղաաջակցության հիմնադրամի ուրեմն միջոցով կատարում է Գարու մթերման աշխատանքներ եւ սահմանվել է գին 105 դրամ պայեստում։ Իհարկե շուկայում տարբեր գներ կան, բայց բոլոր նրանք, ովքեր ունեն պարտքեր գյուղաաջակցության հիմնադրամին, այդ պարտքի դիմաց կարող են 105 դրամով ուրեմն գարի անցնել։ Այս գինը գոնե մոտավոր մակարդակ կլինի նաև առանց հիմնադրամի իրականացվող առքու վաճառքի ժամանակ։ Ցորենի բերքահավաքի հետ հիմնադրամը Ցորենի հատիկ եւս կմթերի գները դեռ կհստակեցվեն։ Արամ Մխոյանը նշում է, հավանաբար Գարուց 10-15 դրամով ավելի թանկ կլինի։ Նորայր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, օր։ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվում մեկնարկելիք Ֆորմուլա 1 մրցարշավի նախորդին հանդես է եկել հայտարարությամբ։ Քաղաքացիների հիմնարար ազատությունների եւ ցանկացած այլախոհություն ճնշող ադրբեջանական կառավարությունը ձգտում է օգտագործել այնպիսի մարզական միջոցառումներ, ինչպիսին Ֆորմուլա 1-ն է, որպեսզի ցույց տա իրեն իբրև ժամանակակից եւ մեծաօքի իշխանություն, ասված է կազմակերպության փոխնախագահ Դենիել Քալինգրեյթի հայտարարությունում։ Նա Ադրբեջան այցելողներին կոչ է արել ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների կալանավորված ավելի քան 80 ակտիվիստների վրա։ Հիշեցնեմ, Բաքվում Ֆորմուլա 1 մրցարշավը կանցկացվի հունիսի 17-ից 19-ը։ Իդեպ, հայտնի իսպանական մարկա պարբերական այսօր նյութ է հրապարակել Բաքվում կայանալիք Եվրոպայի Grand Prix Ֆորմուլա 1 մրցումների մասին։ Պարբերականը պնդում է, որ Ֆորմուլա 1 անցկացնելու համար Բաքուն ավելի քան 80 միլիոն եվրո է վճարել։ Նշվում է նաև, որ իսպանացի մասնակից Ֆերնանդո Ալոնսոն մոտ 2 միլիոն եվրո է ստացել կամ ստանալու է Եվրոպայի Grand Prix դեսպան դառնալու համար։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի եւ Ֆորմուլա 1-ի միջև պայմանագրի գումարը կոմերցիոն գաղտնիք է եւ պաշտոնապես չի հրապարակվում։ Պարբերականը գրել է նաև, որ ծախսած գումարի մի մասը հնարավոր կլինի վերադարձնել, որպես օրինակ բերելով Վալենսիան, որտեղ նույնպես Եվրոպայի Grand Prix է անցկացվել։ Ադրբեջանի ազգային անվտանգության շնորհազուրկ նախարար Ալդար Մահմուդովը, որը ներկայում գտնվում է տնային կալանքում, իշխանությանը սպառնացել է հրապարակել իր մոտ գտնվող 2800 կոմպրոմատները բարձրաստիճան чиновникներին մերկացնող ինտիմ տեսանյութերը։ Ազատլիկ թերթը այս առնչությամբ գրում է.
Պատկերացրեք, որ մեծամասնությունը 50-ից բարձր տարիքի 2800 չինովնիկ եւ այդքան էլ սիրուհի տարիներ շարունակ զբաղվել են երկրի պետբյուջեի թալանով, տուն, ավտոմեքենա, շքեղ կյանք։ Խոսքը մի քանի միլիարդ դոլարի մասին է։ Բնական է, որ այդ միջոցը ձեռք բերելու համար չինովնիկը թալանել է եւ պետությանը եւ շարքային քաղաքացում։ Ադրբեջանում կայծակնային արագությամբ կարիերա կառուցած մեծ թվով գրավիչ տիկնանց բանակ է ստեղծվել, չէ որ պահը գալու ժամանակ նրանք եւս կխոսեն։ Ադրբեջանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ազգային անվտանգության պաշտոնյանք նախարար Էլդար Մահմուդովի դեռևս ձերբակալված չլինելը կապված է հենց այդ ինտիմ տեսանյութերի հետ, քանի որ իշխանությունները վստահ են, որ նրա ձերբակալության դեպքում իրենց խայտարակող այդ տեսանյութերը կհայտնվեն սոցիալական ցանցերում։ Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազում է 2016-ի երկրորդ եռամսյակում Ադրբեջանում նավթի արդյունահանումը կկազմի օրական 0.85 միլիոն բարել, ինչը օրական 20,000 բարելով պակաս է առաջին եռամսյակի համեմատ։ Այս մասին ասում է նավթի շուկայի մասին OPEC-ի զեկույցում։ Ապրիլին Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատվել է օրական 20,000 բարելով, հասնելով 0.87 միլիոն բարելի։ Այս տարվա տվյալներով Ադրբեջանում նավթի ապացուցված պաշարները կազմում են 7 միլիարդ բարել։ Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեի տվյալներով անցյալ տարի երկրում 41.69 միլիոն տոննա նավթ ու գազի կոնդենսատ է արդյունահանվել, ինչը 0.8%-ով պակաս է 2014 թվականի ցուցանիշից։ Մարիբոհը շարունակում է քայլել տարածաշրջանում հայտնի համալսարանների հետ։ Վերջերս Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործընկերությամբ Ծաղկաձորում տեղի ունեցել միջազգային գիտաժողով։ Համաշխարհային տնտեսական մարտահրավերները թեմայով կոնֆերանսին մասնակցել են նաեւ Արցախի Պետական համալսարանի ուսանողները։ 7 երկիր 15 բու 100 ուսանող։ Ծաղկաձորում նախատեսված գիտաժողովում ներկայացված հայտերի պատասխանները մասնակիցները ստացել են համապատասխան գրախոսությունից հետո միայն։ Արցախի Պետական համալսարանի 2 ուսանողի պատասխանն էլ դրական էր։ Թեման համաշխարհային տնտեսական մարտահրավերները։ Նման շրջանակում մասնակցությունը ես մեկ անգամ փաստում է, որ մեր ուսանողների ստացած գիտելիքները որևէ առումով չի զիջում այն գիտելիքներին, որ տրվում են դրսից բուհերում ուսանողներին, եւ մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, ինչքան որ հնարավոր է ժամանակի պահանջներին համապատասխան վերափոխենք կրթական ծրագրերի կառուցամասը, արդիականացնենք այն։ Համաշխարհային տնտեսական մարտահրավերներից Նինա Բալայանն առանձնացրել է Արցախյանը համաշխարհային մարտահրավերների վերափոխման համատեքստում։ Միջազգային գիտաժողովում խոսել է Լեռնային Ղարաբաղի տնտեսության իրագործվող ծրագրերի ու ռիսկերի մասին։ Ասում է, վերջին պատերազմական գործողություններից հետո տնտեսագետներն անելիք ունեն։ Ավելի շատ միջնաժամկետ հատվածի ծրագրերից անցում կատարվի երկարաժամկետ հեռանկարային զարգացման ծրագրերի, որոնք ներկայումս Հայաստանում կիրառվում են եւ տալիս են իրենց արդյունքները։ Ինչպես նաեւ, քանի որ ռիսկերի կանխատեսումը համաշխարհային տնտեսությունում իրականացվում է 3 հիմնական եղանակով՝ մոդելավորմամբ, էքստրապոլյացիայի եղանակով եւ փորձագիտական մասնագիտական խմբավորումներ ստեղծելով, առաջարկել է մեր երկրում եւս ներդնել ուղեղային վերլուծական կենտրոններ, որոնք ներկայումս Հայաստանում կան եւ արդյունավետ կանխատեսումներ են իրականացնում։ Միջազգային ուսանողական գիտաժողովին Մարիան Նախաճատրյանը ներկայացել է ռազմական ու տնտեսական շահերի բախումը որպես համաշխարհային մարտահրավեր հոդվածով։ Լիահույս է, որ մի օր գիտական հասարակությունը բացառելու է ռազմական շահ հասկացությունը, առավել եւս դրա բախումը տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական ու հոգեբանական գործոններին։ Դիտարկել եմ մեր օրերում աշխարհի խաղաղությունը եւ մարդկանց անվտանգությունը, ապահովությունը խաթարող, նրա համար մեծ սպառնալիք հանդիսացող ահաբեկչությունը, դրանց տնտեսական հետևանքները ամբողջ համաշխարհային տնտեսությանը, այնուհետև զուգահեռներ անցկացնելով դիտարկել եմ ռազմական ու տնտեսական շահերի առավել վտանգավոր բախումը, պատերազմը եւ այդ կոնտեքստում անդրադարձել եմ արցախյան ապրիլյան պատերազմին որպես Կովկասի համար մեծ սպառնալիքի եւ միջազգային մարտահրավերի։ Երիտասարդ տնտեսագետների սեղաններին գիտաժողովի մասնակցության վկայականներն են եւ այն ժողովածուն, որտեղ նաեւ իրենց գիտական աշխատանքներն են տպագրված։ Նրանց համոզմամբ ուսանողական կոնֆերանսը շատ կարեւոր էր նաեւ շփումների ու փորձի փոխանակման տեսանկյուններից։ Նարեկ Սահակյան, Աշոտ Գասպարյան, օր։ Առողջապահության նախարարության ու Հայաստան-Արցախ հիմնադրամի համագործակցության շրջանակներում այս տարի հանրապետությունը ներմուծվել 71 միլիոն դրամ արժողությամբ դեղորայք եւ բժշկական պարագաներ, որը բաշխվել է նախարարության ենթակա բուժ հաստատությունների միջև։
Այսօր առողջապահության նախարարությունը Հայաստան-Արցախ հիմնադրամի կողմից դեղորայքի եւ բժշկական պարագաների հերթական խմբականակն է ստացել շուրջ 6.5 տոննա ծավալով։ Երկու կառույցների միջև համագործակցությունը 1990-ական թվականներից է։ Հիմնադրամի կողմից միլիոնավոր դոլարների բժշկական սարքավորումներ, պարագաներ ու դեղորայք է հատկացվել Արցախի առողջապահության նախարարությանը։ Այս անգամ նախարարությունը ստացել է նաև Գլոպիդո գրիլ դեղամիջոցը 75 մգ-անոց, որը մեծ նշանակություն ունի սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող անձանց համար։ Եվ բեռը մուտքագրելուց հետո կբաժանվի, կբաշխվի ԼՂ առողջապահության նախարարության բուժ հաստատություններին։ Նշեմ նաև, որ համագործակցության շրջանակներում Հայաստան-Արցախ հիմնադրամի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությանը կտրամադրվի ալբոմին դեղամիջոցը, որը հանրապետությունը խիստ կարիք ունի։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության անունից երախտիկի խոսքն եմ ուղղում Հայաստան-Արցախ հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին, ԼՂ առողջապահության նախարարությանը աջակցելու համար եւ համոզված եմ համագործակցությունը կշարունակվի նաեւ հետագայում։ Քվանտ վարժարանիսան 15-ամյա Սպարտակ Աղաբաբյանի կորսային աշխատանքը Տեսլայի սյուն սարքելն եղել, սակայն ապրիլյան պատերազմը փոխել է մտադրությունը։ News AM-ի փոխանցմամբ 1-2 ամսում Սպարտակը պատրաստում է մի սարք, որը հնարավոր է ծառայեցնել ռազմական նպատակների։ Այս սարքով հնարավոր է բջջային հեռախոսակապի մեջ խանգարումներ առաջացնել, ինչ որ չափով փորձը հաջողվեց։ Սպարտակն այդ ժամանակ նկատեց, որ հեռախոսի touch screen համակարգը սկսում է աշխատել սարքի ազդեցությունից, հետո պատահաբար տեսավ, որ այն ազդում է նաև հեռուստացույցի ռադիոյի աշխատանքի վրա եւ որոշ ռադիոալիքներում աղմուկ է առաջացնում։ 15-ամյա տղային այս արդյունքն ամբողջությամբ չի գոհացնում։ Ծրագրում է սրանով անօթաչու թռչող սարքերի մեջ խափանում առաջացնել։ Սպարտակի խոսքով իր սարքած մոդելը նախնական է, վերջնական տարբերակն ավելի հզոր եւ ինտենսիվ է լինելու։ Նմանատիպ սարքեր աշխարհում շատ կան, սակայն Սպարտակի պնդմամբ առաջին անգամ է, որ այն կարելի է կապել touch screen-ի, ռադիոյի եւ հեռուստացույցի հետ։ Ավելին, Հայաստանն անօթաչու թռչող սարքեր չեզոքացնող նման սարք չունի։ Մարիաթոր Սուրբ Էջմիածին հրավիրում է իր զավակներին հունիսի 24-ին ժամը 15:35-ին Մարիաթոր Սուրբ Էջմիածին մասնակցելու Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Բարիգալստյան հրաշափարի արարողությանը։ Մարիաթոր Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ մուտքն ազատ է։ Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակներում Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան քահանայապետը կմեկնի Մարիաթոր Սուրբ Էջմիածին։ Մայր տաճարում տեղի կունենա Բարիգալստյան հրաշափարի արարողությունը։ Սրբազան քահանայապետը պաշտոնական հանդիպումներ կունենա։ Կայցելի Ծիծեռնակաբերդ կլինի Գյումրիում, հանդիպում կունենա հայ կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի տարբեր միջոցառումների։ Ֆրանցիսկոս Պապը եւ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը կստորագրեն համատեղ հայտարարություն։ Հովվապետերը նաեւ աղոտ կմատուցեն խոր վիրապի վանքում։ Հունիսի 27-ին Հռոմի Սրբազան քահանայապետը Երևանից կմեկնի Հռոմ։ Այսքանը դուք դիտում եք օր ծրագրի հիմնական թողարկումը։ Բարի գիշեր։ Եղանակի տեսության հովանավորն է SBS ընկերությունը։ Հանրապետության տարածքում կդիտվի ոչ մեծ անպամացություն առանց ստեղումների եղանակ, վարկյանում 2-ից 7 մետր արագությամբ հարավ-արևմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը՝ գիշերը 13-ից 16, ցերեկը 21-ից 30 աստիճան տաքություն։